Դժվար մի փորձություն, ստիպված ամուսնություն, իսկ մրցանակն է ասաման հարստություն, բոյով դավադրություն և կարճ ուրախություն, նրանց միջև բարի անմեղ երջանկություն, դե բարի գալուստ ուրախ ապրուստ, որտեղի չկա փախուստ, ով կամ ինչ է սա, մեր հետ ասա, ով է սա, կանպեսա, Խնդրեմ, Կորյուն Շավանովիչ։ Շնորհակալ եմ, Ռիմա։ Շաքարավազն եմ մոռացել, հիմա գնամ բերեմ։ Ռիմա, շաքարավազքի ես չեմ կարում բերեմ, որ մնաս դու։ Տարել չեմ ուզում։ Կորյուն Շավանովիչ, իսկ ինչ որոշեցիք։ Նոր տարուն մի քանի օր է մնացել։ Դե ոնց որ միշտ, Ռիմա ջան։ Չարազա միրգա, խոզի բուդա, հավի կատլետա, լիմոնա ճզմած բերեմ։ Պատարակաղաց աղ ձերքում, դանակը աշ ձերքում։ Դուք էլ եք տենց անում։ Մենք էլ ենք այդպես ուտում։ Հնային զուգատիպություն է։ Ես նկատի ունեի ձեր փեսային։ Ինչ որոշեցիք։ Ճիշտ ես ասում։ Պետք է արագացնել, ժամանակ չմնաց։ Ափսոս, որ այդ տղան հարուստ չի։ Այլապես կասկածելու առիթ չէիք ունենա, որ Անուշիկին իրոք սիրում է։ Ապրես, Ռիմա։ Շատ լավ բան ասեցիր։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Չագուր, ուրեմն լսի ինչ ես անում։ Գնում ես Մանուկենս բանկի նախագահին Կարապետյանին, անվճար առաքում ես մոտես։ Արա։ Պապ ջան, իրականում Դիլիջանում շատ լավ է, մանավանդ ձմռանը։ Ուղղակի սրիկաները շատ խիստ են էլ։ Դե բայց կարծում եմ ես նոր տարվա կապակցությամբ գոնե մի օր կթողնեն կգամ, էլի։ Բոլորը լավ մարդիկ են, մեծ մասը հոյակապ մարդիկ են ուղղակի։ Լավ, պապ ջան, հետո կխոսանք։ Ուղղակի այսօր տրամադրությունը շատ բարձր է, քեզ հրաժարվդ չեմ անի։ Բիձեն հաստատ իր մահով չի մեռնելու։ Լսի ջան, ուզենայր $1 միլիոն ունենայր, բայց մազերի տեղը բուրդ աճեր։ Դե չէ։ Ես քո տեղը լինեի կհամաձայնեի։
Վերջին հաշվով տարբերություն չկա։ Զատո $1 միլիոն փող ունենայիր։ Կարապետյան ջան, ինձ պետքա որ քո աշխատողներից մեկին բանկի կառավարիչ նշանակես։ Գորում ջան, այնպես չի որ մեր մոտ կադրային փոփոխություններ են նախատեսվում, բայց դու խնդիր չունես։ Ո՞վ է որ։ Մանուկա անունը։ Ազգանունը ո՞նց է։ Դու գիտես, ես գիտեմ։ Սենց կոլոտ տղա է։ Սենց մի քիչ լիքոտ։ Այսպես խուճուճ մազեր ունի։ Կճուճը։ Երևի։ Հենց մի քիչ կոլոտ։ Մի քիչ լիքոտ։ Խուճուճ մազերով։ Կճուճն է։ Բայց ինչի կճուճ որ։ Ինչի նման չի։ Ես եմ այդ տածականը դրել իրան։ Մի խոսքով կարում ես դրան բանկի կառավարիչ նշանակես։ Գորուն ջան, այդ հնարավոր չի։ Ինքը ոչ գիտելիքներ ունի, ոչ փորձ, հետո ով է տեսել, որ սպասարկման բաժնի շարքային աշխատողին միանգամից կառավարիչ նշանակեն։ Ամեն ինքը քո ինչն է որ։ Այդ կարևոր չի։ Ամեն այդ բանկի կառավարիչ նշանակելը ինձ ընդամենը մի օրով է պետք։ Դու իրան բանկի կառավարիչ կնշանակես, կասես, որ 6 միլիոն դրամ ամսական փող է ստանում, մի հատ անշարժ գույքի վկայական կնվիրես, մի հատ էլ ծառայողական մեքենա կտաս։ Բայց այդ ամեն ինչը հենց կազմակերպի, որ կասկածներ չհարուցի։ Թղթով, բանով, պայմանագրով, ամեն ինչ որ հարկն է։ Գորուն ջան, բայց որ տենց անենք, հետո դժվար կլինի իրանից ազատվելը։ Հետո կարող եմ ես դատի տա։ Ով, այդ կճուճը։ Ասենք, էդ էլ ես ճիշտ ասում, բայց զգուշությունը ամեն դեպքում լավ բան է։ Կարապետյան ջան, եթե հետագայում ինչ-որ խնդիրներ առաջացան, էմի իրավաբաններին կդիմես։ Դրան շտանգի մրցումի էլ ուղարկես, մեկ հատ չեմպիոն դառած հետ կգան։ Լավ։ Բայց այդ քո ինչին է պետք։ Կարապետյան, ես այսքան ժամանակ քեզ լավություն եմ արել։ Մի օր հարցրել եմ ինչի համար է պետք։ Պայմանավորվեցինք։ Պայմանավորվեցինք։ Ուղղակի ես քեզ կասեմ, երբ զանգես այդ ուրախալի լուրը հայտնես իրան։ Եղավ։ Հələ սիգարից քաշի։ Մանուկ, ընդամենը մի քանի օր բան է մնացել, համբեր է էլի։ Հետո ես ոնց հասկանում եմ, պապան ոչ մի լուրջ փաստարկ չունի իմ ձեռքը քեզ չտալու համար։ Մի քիչ էլ համբերի, մի քանի օրից նոր տարի է։ Այլ չեմ համբերում, անուշ չեմ կարող համբերեմ։ Մեկ-մեկ ինձ թվում է, որ ես ստեղ պապիդ հիմար հումորների փորձադաշտն եմ աշխատում։ Ինչքան հիմար հումոր կա, իմ հետ առաջինը փորձում։ Դե լավ էլի։ Պապին քեզ շատ է սիրում, ու ինքը ամեն մեկի հետ հումոր չի անում, մանուկ։ Անուշ, դու կուզեիր միլիոնատեր լինեիր, բայց մազերի տեղը բուրտաճ էր։ Գժվեցիր դու։ Բայ, տենում ես, դու էլ ես տենց մտածում, որ տենց հարց տվողը մինիմում գիժ է։ Պապին է քեզ այդ հարցը տվել։ Բայլով։ Բա դու ինչ պատասխանեցիր, մանուկ։ Մի գիժել դու ես էլի։ Կներես կյանքս չի ուզում քեզ նեղացնել։ Ման, կներես ես չի ուզում։ Անուշիկ ինչ-որ բան է եղել։ Հեչ կորին անուշ, ճամրիչ նորմալ է։ Յա,
Բալես ես ոնց ես փոխվել։ Մազերը ծևներ, կերխուճուճացրել։ Հազիվ ճանաչեցի։ Կներեք։ Չէ, պապ ջան, ամեն ինչ նորմալ է։ Դե եկեք տեսնեմ ոնց եք։ Արա գնա էլի։ Մանուկ քեզ ինչ եղավ։ Կներեք, էլի Այո, պարոն Կարապետյան։ Այո։ 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 Պարոն Կարապետյան, դուք գիտեք չէ՞ ում եք զանգել։ Նկատի ունեմ, գիտեք ես ով եմ։ Կճուճնա։ Լավ։ Լավ։ Ման, այդ ով էր։ Ընկերս էր։ Բայց ոնց որ բան ա եղել, հա աժան։ Շփոյն շանչ, ամեն ինչ նորմալ է։ Ինձ կներեք։ Մի տեսակ փոխվեց։ Տեսնես ինչ եղավ։ Մարդը ասաց էլի առանձնապես ոչ մի բան։ Մանուկի պահվածքը ինձ դուր չեկավ։ Մի տեսակ էր։ Գնամ տեսնեմ ինչ անում։ Մանուկ։ Ես սենց հակած կապոցով ես գնում։ Ընկերներիցս մեկի հետ դեպք ա պատահել, ծնունդն ա։ Տենց հավաքվում ենք, բայց ես շուտ կգամ, երկար չեմ մնա։ Ինչ ասես։ Ընկերներից մեկի հետ ծնունդ ա պատահել։ Այ քեզ հաճելի փորձանք։ Նայ։ Պարոն Կարապետյան, կներեք որոշացա, ուղղակի հիմար տաքսիստ է ես։ Մի նեղվի։ Վաղվանից քո ծառայական մեքենայով կերտևեք ես, ու էլ սենց խնդիրներ չեն լինի։ Քանի որ քո մոտ բազմաթիվ հարցեր ծագեցին, մի անգամից ասեմ, դու այսօրվանից մեր ամենախոշոր մասնաճյուղի կառավարիչն ես։ Սա Հյուսիսային պողոտայում գտնվող այն բնակարանի վկայականն է, ու բանալին, որը քեզ է տրամադրում ընկերությունը ի պաշտոն է։ Դա քոնը կլինի այնքան ժամանակ, քանի դեռ էլ ավելի առաջ չես գնացել ու ավելի լավ տուն չես ստացել։
Հա։ Փողոցում կանգնած մեքենան քո ծառայական մեքենան է։ Վարորդը բնականաբար իսկ քո յուրաքանչյուր ամսվա աշխատավարձը կազմի 6 միլիոն դրամ։ Եթե համաձայն ես, ստորագրի պայմանագիրը ու Վահանից անցի գործի։ Մանուկ, սա Հյուսիսային պողոտայում գտնվող Պարոն Կարապետյան, ես մանուկն եմ, դուք հաստատ ինձ չեք շփոթում։ Մանուկ, ես իմ բոլոր աշխատողներին շատ լավ եմ ճանաչում ու հավատա, ոչ ոքի կատարած աշխատանքը ու սրտացավությունը իմ աչքից չի վերապել։ Դե հա, պարոն Կարապետյան ջան, աշխատանքը իսկապես իմ համար շատ առաջնային է, եթե ես մի բան անում եմ ամբողջ նվիրումով ու ուրախ եմ, որ դուք դա նկատել եք։ Ես թերևս համաձայն եմ։ Պայմանները նորմալ են, աշխատավարձը նորմալ է։ Ես համաձայն եմ։ Շնորհավորում եմ, պարոն կառավարիչ։ Մերսի, պարոն Կարապետյան ջան։ Ես երկու օրը կհավաքվենք, անպայման կնշենք ես առիթը։ Կնշենք։ Դե ես գնացի։ Ներողություն, դուք հասարակական վայրում եք գտնվում։ Դե, ուրեմն բոլորին իմ հաշվին վիսկի։ Իսկ ձեզ պաղպաղալ։ Սակո ես մի հատ դշտապարի են ռեստորանը։ Ինձ բանկի կառավարիչ են նշանակել։ Արիք իմանաս, ես ասում էի, չէ՞։ Սպասում եմ շուտ արա։ Պապի, գիտես ինչ եմ ուզում։ Ուզում եմ, որ այս տարի ուրիշ տեղ դիմավորեմ նոր տարին։ Օրինակ, Օրինակ Դուբայում։ Գիտես էցի տան ինչ ասում։ Ասում է Դուբայում դու կարաս նոր տարին լողազգեստով դիմավորել։ Պատկերացնում ես։ էջիտան լողազգեստով թող իրա մարդուն դիմավորի։ Բայց քեզ էլ լողազգեստ կսազեր։ Էկլերիկ ես։ Մի րոպե։ Պապի։ Չէ, իրականում Սիլվա ջան, նոր տարին նենց տոնա, որ պետք է տանը դիմավորես։ Եթե տանը չես դիմավորում,
Ոչ մի բան չի լինում։ Չի լինում այդ ընտանեկան ջերմությունը, այդ ուրախությունը, այդ ավանդական ամանորյա սեղանը։ Ոչ մի բան չի լինում։ Ճիշտ ես ասում Անուշավան պապի։ Նոր տարին ամեն մարդ պետք է իր տանը դիմավորի։ Հա, բայց մարդիկ կան, որ կարող են բացառություններ անել։ Օրինակ մարդ կա, որ նոր տարին կարա մեր տանը անցկացնի։ Մազիս։ Ու ասես, որ վաղվանից կարող եմ այդ պաշտոնում աշխատեմ։ Մանուկ։ Պարոն Մանուկ։ Նստի։ Ներնեմ ջանիդ 6 միլիոն։ Իսկ դրսը մեքենան տեսար։ Այդ էլ իմ ծառայական մեքենան է։ Նենց որ եթե ուզես, կարաս իմ մոտ շոֆեր աշխատես։ Արշկա աղբերս։ Բայց դու գոնե հասկանում ես, որ սրանով բոլոր պրոբլեմներդ վերանում է։ Մի քանի ամսից էլ ոչ մի բան չես ունենա, Մանուկ ջան։ Աղբեր ջան։ Դրա համար էլ հեսա գնամ տուն, մատ կցայվեմ, ու այդ կոլունչիկա խառը սաղ ինձ ես մատ Չէ, աղբերս, դες բան չանես։ Եթե դու հիմա կառավարիչ ես, այդ բան չի փոխում։ Եթե դու քեզ ճիշտ չպահես, Մանուկ, Անուշավանիչը քեզ է կթաղի, քեզ կառավարիչ նշանակողին էլ կթաղի։ Այստեղ պետք է ուրիշ բան մտածենք, ապեր, ուրիշ։ Ինչ։ Չգիտեմ ինչ, բայց պետք է ճիշտ բան մտածենք, ճիշտ։ Ճիշտ բան մտածելու բան չկա, ես շատ պարզ ու հասարակ գնում եմ ու ասում եմ, որ ասեմ, Անուշիկին չեմ սիրում ու վերջ։ Ինչ Անուշիկին չեմ սիրում ու վերջ։ Ուզում ես նոր պաշտոնը չհասցնես վայելել։ Չէ, ապեր, մի րոպե։ Ես հասկացա ինչ ենք անում։ Նա ինգել, գնում ես տուն, մի հատ ցայվում ես, ու Անուշավանիչին ասում ես, որ հոգնել ես այդ իր ստից ստուգումներից, այդ նվաստացումներից։ Անուշիկը քո հետ հենց հիմա գալիս է քո նոր բնակարանում ապրելու, եթե չէ, դու հրաժարվում ես Անուշիկից։ Անուշավանիչը բնականաբար չի թողելու, որ Անուշիկը հետդ գա, չէ։ Դու էլ ասում ես, մեղքը ձեր վիզը, վերջ։ Ու ազատվում ենք Անուշավանիչից։ Լավ բան ես ասում, գիտես։ Բայց կարող դու խշչերի կետենց ասեմ սակո։ Աղբերս, հատե դժվար բան չկա։ Մի քիչ խիստ տոնով ես ասում, որ հասկանան լուրջ ես տրամադրված։ Կասես, եթե փոշմանեք, զանգեք։ Սակո, ես որ հարստացել եմ, դա չի նշանակում, որ իմ ալերգիան անցել է։ Մի գրամ, աննշան, քաջության համար աղբերս։ Տղա ջան, նոր տարվան բան չմնաց։ Հարի որոշենք տենանք ինչ ենք անում, այդ ջայլին դեպորտ ենք անում, թե թողում ենք մեզ։ Ապա սպասի ես ամեն ինչ կիմանաս։ Յա։ Ես բարձումա, բացի չինական այբումենից ելի բանկա, որ ես չգիտեմ։ Ապա համբերի, շուտով ամեն ինչ կիմանաս։ Հələ թող նայրիտի աշխատողները համբեր են, ես համբերելու չունեմ։ Ասա դենամ ինչ ես մտածել։ Պապա,
Լավ էլի կորյուն։ Պապա, Կորյուն։ Կորյուն, Անուշավան, Նիչ, Բարև։ Հենե էսելի բերանդ բաց ես քնել ուղեղը ցնդել, հա։ Ես ինչա վիճակը տայ ցամկոց։ Ապի, շնթատես, մտքես թելը չկդրես։ նայելի պապա։ Չի ասում։ Հա, Կորյուն Անուշավանիչ, Բարև։ Այսքան ժամանակ ես չեմ ասել, հանդուրժել եմ, ամեն ինչ կուլ եմ տվել։ Լսի լջայել, կարող են փոքր թզմեղսել ես դու կուլ տվել, երկու օր ման եմ գալի չեմ գտնում։ Պապա, նավելի, մտքի թելը կդրում է։ Ու այս սաղ ես կուլ եմ տվել հանուն Անուշիկիս։ Հիմա ես պիտի ասեմ։ Ինձ ձեզնից ոչ մի բան պետք չի։ Ինձ իմ Անուշիկն ա պետք։ Նենց որ հենց իմ աստեղից ես ու իմ ապակա կնիկը դու լավ էլ իմ կնիկը ստեղից դուրս են գալիս գնում ենք իմ տունը ապրելու։ Անուշիկ! Անուշիկ! Գնա իրենդ հավաքի, գնում ենք իվետ իմ տանը ապրելու այժան։ Այժան։ Իմ որոշումը փոփոխման ենթակա չի։ Լավ, Մանուկ ջան։ Տեսնում եմ քեֆդ լավ է, վրազդ ինչ է։ Գնա քո համար հանգիստ քնի, սթափվի, վաղ խոսենք այժան։ Ոչ մի վաղ, կամ հիմա, կամ երբեք։ Դե եթե դու տենց ես տրամադրված, աղջիկս էլ դեմ չի, պրոբլեմ չկա, գնա իրերդ հավաքի բալես։ Կորյուն։ Գնայեք, եթե փոշմանեք զանգեք։ Ինչը փոշման ենք, Մանուկ, ինչ ես խոսում։ Սկական ինչը պետի փոշմանեք։ Այսինքն, հիմա դու սենց թողում ես, որ աղջիկը սենց էլի կայի իր հետ ապրի։ Դե դուք ինձ վճռական եք տրամադրված, աղջիկս էլ դեմ չի, ես հարգում եմ ձեր որոշումը։ Խպտվաները։ Կարապեսյանի մաս մահված եմ չեմ կարող խոսել։ Չէ, ոչ։ Կոլեգաս ես ամբուշը։ Ինչ է ասում։ Սպարեցի Կարապետյան, ասա ինչ է եղել։ Ասա։ Լսում եմ։
Ասում եմ, պարոն Կարապետյան ջան, Սակոին ասեմ տանի, թե ինքներդ կգնաք։ ես լավ է հետևեմ ձեր խորտին, գնամ պարկեմ միշտ քնեմ, ստավեմ, առավոտը սարը գլխով սաղ այդ հարցերը քննարկենք։ Անուշիկ ջամոց ես։ Ես կպրճասկեն։ Այս ուրիշ բան։ Այմա հաստատ կարամ ասեմ, որ սիրում է։ Դժվար մի փորձություն, ստիպված ամուսնություն, իսկ մրցանակն է ասաման հարստություն, բոյով դավադրություն և կարճ ուրախություն, նրանց միջև բարի անմեղ երջանկություն, դե բարի գալուստ ուրախ ապրուստ, որտեղի չկա փախուստ, ով կա մինչ է սա մեր հետ ասա, ով է սա, ով է